Սա նորից ասեմ, էականը երկու բաղադրիչով։ Առաջին, որ գումարի տեսքով ֆինանսական ներգործություն է իրականացվում Հայաստանում ընտրական գործընթացներին, մեկ առաջին հարթություն եւ երկրորդ հարթություն։ Սա ակնհայտ կարտ բլանշ է, ի սկզբանե ձևակերպումն է, որով իրականացվելու են բոլոր բռնաճնշումները։ Պայքար օտարերկրյա այս կամ այն ներգործություն։ Պարոն Մամեջանյան, եթե փորձենք նաև ընդհանուր գլխավոր նպատակը այս դեպքում Հայաստանի Եվրամիության որն է, այսինքն Ես չեմ կարող խոսել Եվրամիության նպատակների մասին։ Նիկոլ Փաշինյանը ունի մեկ նպատակ՝ վերընտրվել ցանկացած գնով, հող հանձնելու, Հայաստանի շահերից հրաժարվելու, գերիներ չբերելու կամ գերիների բերելու հարցը թողելու ընտրություններից ակուրատ առաջ, որպեսզի հերթական անգամ օգտագործի դա որպես ընտրական PR տրուկ, ինչպես արել էր 2021 թվականի ընտրություններից առաջ։ Հիշեցնեմ, այն ժամանակ նոյեմբերի 9-ից սկսած Ադրբեջանը պահանջում էր ականապատ տարածքների քարտեզները։ Ես չեմ մտնի այդ խոսակցության մեջ արժի տալ, չարժի տալ, դա առանձին քննարկում է։ Փաշինյանը դա տվեց մայիսին մոտավորապես ընտրություններից ակուրատ առաջ, որպեսզի օգտագործի որպես դիվիդենդ։ Հարցազրույց է դառնում արդեն։ Այդ թեման։ Քանի որ գլխավորած էր նաև դիտարկում այն է, որ սա ակնհայտ միջամտություն է պետության ներքին գործերին, այս դեպքում այս միջամտությունը ինչ ազդեցություն կունենա ընտրական process-ի վրա արդեն, այսինքն դուք ինչ եք կարծում։ Նոր էդ էի ասում, որ այս գործընթացը երկու հարթությամբ է ազդելու ընտրության վրա։ Առաջին, որ ֆինանսական միջոցներ են ուղղակիորեն ազդում ընտրական գործընթացի վրա, սա առաջին հարթություն, եւ երկրորդ հարթություն։ Ակնհայտ է, որ եթե իրանք այդ տողով, այսպես ասած, ձևակերպմամբ գումար են տալիս Հայաստանում, հետագայում բոլոր հակաժողովրդավարական գործընթացները, բռնաճնշումները, կուսակցություններ գրանցել չգրանցելը, կուսակցություններ արգելելը, ես չգիտեմ այդ գործիքը կազմից որն է ընտրելու Փաշինյանը, դրանք բոլորը ձևակերպելու են այդ տողի տակ, այս եզրակացությունն է։ Խոսենք նաև Իրանի հետ կապված, հա։ Նոր ասեցի Փաշինյանի շահը բնականաբար ես չեմ կարող ԵՄ-ի անունից խոսալ եւ Պարոն Մամեջանյան, խոսենք նաև Իրանից հնչող ահազանգերին, անհանգստություններին։ Ներողություն, հանգած հարցը անպատասխան չէ, հանդիպությունը պիտի պայքարի եւ Հայաստանում բաց վաղուց արդեն ընդդիմություն հասկացություն չկա։ Կա Փաշինյան եւ իրեն ընդդիմություն հայ ժողովուրդը։ Հայ ժողովուրդը սրա պատասխանը պետքա տա։ Փողոցային պայքարով, եթե Աստված մի արածցե Փաշինյանին չհաջողվեց հեռացնել միջավայրությունները, ընտրությունների ժամանակ քվյա խցիկում ցանկացած ձևով օրենքով սահմանված կարգով մեր ժողովուրդը պիտի պայքարի Փաշինյանի դեմ։ Չէ, իրակից ըմբռնվել։ Պարոն Մամեջանյան, Իրանից անհանգստություններ են հնչում Թրիփի ճանապարհի հետ կապված, ասում են դա Զանգեզուրի միջանցքի տրամաբանությամբ է եւ իրենք խնդիր են տեսնում, որ կարող է ՆԱՏՕ-ն այնտեղ լինել եւ անվտանգային խնդիրներ առաջանալ։ Ուր են բոլոր հրաշքները, որոնք այստեղ կանգնած ասում էին, որ Իրանը երջանիկ է Թրիփով։ Ուր են այդ հրաշքները, ԿՊ-ական պատգամավորները, գործադիրի անդամները, Փաշինյանը։ Քիչ էր մնում ասեին Իրանն է այդ Թրիփը առաջ բրթել, այնքան է Իրանին դուր եկել, չեք պատկերացնում։ Բա պատասխանել հիմա դրան։ Բա մենք խոսում ենք այդ խնդիրների մասին։ Բա եւս մեկ անգամ այդ ոնց է ստացվել, որ ամբողջ աշխարհը այս նախագիծը անվանում է միջանցքային տրամաբանություն, ստորագրելուց հետո Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը 10 վայրկյան ստորագրելուց հետո ամերիկյան փորձագետներ, եվրոպական փորձագետներ, ռուսական փորձագետներ, հայկական փորձագետներ, դե բարձր Ադրբեջանը այդպես անվանում է դրան չեմ ուզում հղում անել, բայց մենակ Փաշինյանը տողերի արանքում կարդացել է, որ սա միջանցքային տրամաբանություն չի։ Հասկանում եք, շատ ցավալի է, որ այն ինչ մենք ասել էինք, մասնավորապես հանրապետականի հայտարարության մեջ գրված էր ստորագրումից օրեր անց, մենք բոլորս ուշադրություն ենք դարձնում միայն այն ժամանակ, եւ դա ասում է այս կամ այն արտաքին դերակատարը։ Ռուսաստանից եւս հայտարարություն է հնչել, որ իրենք եւս ներկայություն են ուզում ունենալ Թրիփում, հնարավոր է հավասարակշռել եւ այնպիսի որոշում կայացնել, որ իսկապես բոլոր կողմերին բավարարի, ինչի մասին։ Հնարավոր է, դրա համար գոյություն ուներ երաշխավորների ինստիտուտ հասկացությունը։ Դրա համար գոյություն ուներ Մինսկի խումբը, որը միջազգայինորեն ճանաչված ձևաչափ էր, որում ներկայացված էին կարևորագույն բոլոր դերակատարները, ընդ որում Հայաստանի համար նպաստավոր կազմով։ Այդ ամեն ինչը Հայաստանի հետ կապված Մինսկի խումբը չէր կարող որոշում կայացնել։ Այդ ամեն ինչը դադարեցվեց, վերացվեց
Մինսկի խումբը Արցախի համար չէր ստեղծված էր Արցախյան հակամարտության կարգավորման համար եւ նույն տրամաբանությամբ կարող էր շարունակել։ Դե հիմա այն աշխարհակահաղական բորշը, որը իրենք էփել են, ամենաահավորը այն է, որ էփել են իրենք, իսկ ուտելու ենք բոլորս։ Ու վստահեցնում եմ ձեզ, դա համեղ կերակուր չի լինի։ Ես մի հարց ունեմ, պարոն Մամիջանյան, կրկին էս աջակցության թեմայով։ Ես կուզեի նաև այդ մեկնաբանություններին անդրադառնալ, օրինակ երեք Գևորգ Պապոյանը ավելի հեռուն գնաց, ասաց, որ փորձեր են լինելու հատկացի հնարավորություն է տեսնում տեղեկությունների մասին չէ, բայց ասում են ոնց որ ենթադրություն է, որ բռնի տապալելու են իշխանությունը, խլելու են իշխանությունը։ Ես լուրջ հիմա պետք է Պապոյան Գևորգի մեկնաբանեմ։ Նման հայտարարություններ երբ որ հնչում են եւ իսկապես գուցե իրենք տեղեկություն ունեն, չգիտեմ, այս դեպքում Հայաստանի իրավապահ կառույցները պետք է դրանով տան եւ լուծեն այդ Կետ առ կետ, մեկ ոչ մի անելիք չունի, կետ առ կետ, առաջին, երբ որ նախարարի պաշտոնը զբաղեցնող մարդը, ով նաեւ եթե չեմ սխալվում իրանց կուսակցության փոխնախագահն է, հայտարարում է, որ ինքը ունի տեղեկություններ, որ ինչ-որ տապալելու փորձել են լինելու, դա հայտարարություն է։ Բացահայտեք։ Էդ էլ չլինի Բագրատ Սրբազանի եւ մյուս արդարների գործի հեքիաթը, երկու բան դա կարող նշանակել, կամ ուղակի օդի մեջ կրակոցավ ինչպես միշտ, կամ էլ նախապատրաստում են մեկ այլ արդար ընդդիմադրի վրա փորձել կարել, ասել վայ, մոտոտ հեռախոս կա, այդ հեռախոսով կարող է իր հեղաշրջում անել, չգիտեմ, հիմարություններ։ Եկեք թող ինքը ցորենից խոսա, այդ իր մոտ ավելի լավ է ստացվում։ Ես էլ իրան չմեկնաբանեմ, որովհետև մեկնաբանելու բան չկա։ Նոր պատասխանեցի շուտ։ Շատ լավ, իսկ բանում ասում պարոն Մամիջանյան, իշխանությունը երբ որ այս պրոցեսը սկսում է աջակցության թեմայով դիմելու Ոչ, էլ հարցեր։ Ամեն դեպքում ասում եք, որ բորշ է ստացվել այս ամեն ինչից։ Ինչ եք կարծում, ամեն դեպքում հավասարակշռում կարող են ապահովել, թե ոչ բանակցությունների միջոցով եւ ինչ որոշում Փաշինյանի ամբողջ արտաքին քաղաքականությունը կառուցված է տրամաբանության վրա, որ ինքը չարչիություն է անում։ Մի մայրաքաղաքից մյուս մայրաքաղաք։ Գնում է Բրյուսել, Բրյուսելում բողոքում է Մոսկվայից, գնում է Մոսկվա, Մոսկվայում բողոքում է Բրյուսելից, գնում է Վաշինգտոն, բողոքում է երկուսից էլ ինքը չարչիություն է անում։ Չարչիությունը լավ ավարտ չի կարող ունենալ։ Կոնկրետ ձեր հարցի պարագայում, որ կողմից ավելի շատ ճնշում այս կամ այն տեսքով պահանջներ լինեն, որ կողմից ավելի շատ երաշխիք լինի իր իշխանության պահպանման, այն կողմին ի օգուտ այդ կողմի էլ այս կամ որոշումը կայացնի։ Պարոն Մամիջանյան, կարծում եք ինչու է հիմա այս ահազանգերը Իրանից հնչում, արդյոք որոշ մանրամասներ է ի հայտ եկել, թե ով է լինելու այդ կոնսորցիումի մեջ եւ դրանով է պայմանավորված իրենց կողմից։ Շատ տարբերակներ կարող են լինել։ Ավելի խիստ հայտարարություններ։ Շատ կարող են լինել տարբերակները, թե որն է։ Նախ նորից եմ կրկնում, բայց ով ասեց, որ առաջին արձագանքն է սա Իրանից։ Իրանում եղել է բարձր մակարդակով արձագանք, հոգեվորական ուղղությամբ, այսպես ասած Խոմեյնիի տրամաբանության մեջ, շատ էլի բավական չոր բառամթերքով։ Թե ինչի է հիմա նորից արվում, դրա շատ պատճառներ կարող են։ Նորի հայտ եկած այս կամ այն փաստ, ինչպես դուք նշեցիք։ Երկուս Փաշինյանի հերթական այս կամ այն բանավոր խոստման դրժում, Փաշինյանի կողմից այս կամ այն ստի բացահայտում։ Սրանցից յուրաքանչյուրը կարող է լինել, ես չափից շատ եմ հարգում մեր հեռուստատիտողներին, որ դա ինչ որ ենթադրություն անեմ, ինֆորմացիա չունեմ, բայց պատճառները կարող են լինել, ինչպես դուք նշեցիք, նորի հայտ եկած փաստ, կարող է լինել, որ բանավոր ինչ որ բան է խոստացվել, խախտվել է, կարող է լինել, որ իրենք հավատացել էին Փաշինյանի ասած այս կամ այն կետին, հետագայում ստացել են դրա հերքումը, չասեմ, թե դրանցից որ մեկն է եղել, չեմ կարող ասել։ Ես բախտագուշակ չեմ, ես չեմ կարող նման հարցերի պատասխանել, կան փորձագետներ, որոնք համարում են, որ սա թուլության նշան է, ես կարդում եմ այդ փորձագետներին, կարծիք այդ հարցով չեմ կարող։